Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Իսկ եթե Թրամփը կանգնի Ուկրաինայի կողքին, Միացյալ Նահանգների քայլերը վկայում են, որ աշխարհաքաղաքական մոնոմախի գլխարկը նրա համար չափազանց ծանր է։ Իսրայելա-իրանական պատերազմում հրադադարի հաստատման մասին գրում է ՌԻԱ Նովոստիի վերլուծաբանը։ Ռետորական հարցին, որ ինքն էլ առաջադրել է, դե ինչ, Մերձավոր Արևելքում ճգնաժամը հաղթահարվա՞ծ է, նա միանշանակ բացասական է պատասխանում։ Նա գտնում է, որ տեղի ունեցած ամեն ինչում գլխավոր պարտվողը նա է, ով կազմակերպել է էսկալացիան և ում համար պատերազմը դարձել է գոյության պահպանելու հնարավորություն։ Ակնհայտորեն նկատի ունենալով Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, Ռուսաստանի պետական լրատվամիջոցի զայրույթը հասկանալի է։ Իսրայելի վարչապետն Իրանի դեմ հարձակման առաջին օրը մերժել է Ռուսաստանի նախագահի միջնորդությունը։ Մինչ այդ Ուկրաինայում Իսրայելի դեսպանը հրապարակայնացրել էր Կիևի ամերիկյան Patriot Hope միջոցների հատկացնելու փաստը։ Բայց ՌԻԱ Նովոստիի հեղինակը քննադատության սլաքը հասցեագրում է գերազանցապես ԱՄՆ-ին, որ նրա կարծիքով իրավիճակային լուծումներ գուցե գտնում է, իսկ ահա լուրջ պատերազմի պատրաստ չէ։ Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա նա համարում է, որ Իրանը կարողացել է կոտրել երկաթե գմբեթի անխոցելիության առասպելը, և հրեական պետությունն այժմ ստիպված է ապրել այդ իրողության հետ։ Որ Իրանի դեմ իսրայելական հարձակումը, Թեհրանի պատասխան հարվածները մի շարք կարծրատիպեր են կոտրել, այդ թվում ռուս-իրանական ռազմավարական համագործակցության անխախտելիության մասին, երևի թե անառարկելի է։ Իրականությունը չափազանց մոտ է, նաև այն, որ Իսրայելն այսուհետ պետք է ապրի իրանական ավելի խորտակի հարվածների սպասումներով, եթե պաղեստինյան խնդիրն օպտիմալ լուծում չգտնի։ Բայց արդյոք Իսրայելի դեմ Իրանի հաղթանակի բենեֆիցիար կարող էր լինել Ռուսաստանը։ ՌԻԱ Նովոստիի վերլուծականի ամեն տող ենթատեքստ շնչում է այդ գաղափարով։ Ըստ էության, երևույթի ռուս-ուկրաինական կազմակերպման Միացյալ Նահանգների միջնորդությունը կամ ավարտվել է, կամ շատ մոտ է դրան։ Պաշտոնական լրատվական գործակալության մեկնաբանությունից ուղղակի հետևում է, որ Թրամփն այլևս Պուտինի համար հեղինակություն չի կարող լինել։ Հանուն արդարության պետք է ասել, որ Պուտինի փոխարեն ով էլ որ Ռուսաստանի նման երկրի նախագահ լիներ, պետք է որ նման եզրակացության հանգեր։ Գերտերության նախագահին պարզապես չի պատճաճում հրապարակային մի հայտարարություն անել, բայց գործնականում զինված ուժերին տրամագծորեն այլ հանձնարարական տալ, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ուկրաինայի հարցում Թրամփն ավելի անկեղծ է։ Այդ դեպքում Ուկրաինան ինչ է սպասում։ Հունիսի 20-ին Վլադիմիր Պուտինը հիշեցրել է հին ռուսական կանոնը. որտեղ ռուս զինվորը ոտք է դնում, մերն է, և տարակուսել, թե նպաստավոր իրավիճակում Ռուսաստանն ինչու պիտի կանգ առնի։ Իսկ մինչ որտեղ կարող է գնալ ռուս զինվորը, իսկ եթե Թրամփը կանգնի Ուկրաինայի կողքին։